Իվերջան դիմարդի ու իշխանական պատգամավորների քննադատությունները ընդունվելու են, թե ոչ։ Բոլոր են քննադատությունները, որոնք որ առողջ քննադատություններ են, եւ մենք աշխատանքային քննարկումների ընթացքում կտեսնենք, որ իրապես այդտեղ խնդիրներ կան, բնականաբար կընդունեն, իհարկե։ Դուք հիմա ուզում եք ես առարկայական թվարկեմ։ Դե հիմա մենք նշեցինք գլոբալ առումով 3 խնդիր։ Այդ 3 խնդիրը մենք պատրաստ ենք քննարկել։ Եթե 3 խնդիրներից բացի մեր պատգամավորները, գործընկերները կներկայացնեն առաջարկությունների ցանկ, օրինակ պարոն Բագրատյանը ներկայացրել է, ինչպես ինքը նշեց, 120 առաջարկություն։ Բնականաբար այդ 120 առաջարկությունները կետարկետ կքննարկենք պատգամավորի հետ եւ կփորձենք մեկս մյուսին ապացուցել, համոզել։ Բողոքներ կան բիզնեսի ներկայացուցիչների կողմից, մարդիկ չեն վստահում այդ օրենսգրքին, ասում են, որ դրանով ավելանում է բեռը, աղքատությունն աճում է, անգամ հերկական պատգամավորն է ասում, որ ոչ մի հոգություն չի լինի։ Դե ես այդ ձեր բոլոր հարցերին պատասխանեցի, կարծում եմ պատասխանները ձեր համար ավելի շատ պետք է ուղղորդիչ լինեն, թե բեռը ավելանման թե չէ։ Իսկ Հայտնի Մարուկյանը ասաց, որ մարդիկ դուրս կգան փողոցումից, ընդվզում կլինի, կառավարությունը ո՞նց է պատրաստվում դիմակայել այս ամենին։ Տեսեք, մենք սկզբանե հակված չենք սոցիալական լարվածություն թույլ տալու, որից հետո դրանից վախենանք կամ չվախենանք։ Մեր նպատակը նա չէ սոցիալական լարվածություն թույլ տալ։ Մենք ասում ենք, այն նպատակը, որը դրված է օրենսգրքի հիմքում, հետևյալն է, ուշադրում ենք։ Ասում ենք, եթե խնդիր եք տեսնում, եկեք այդ խնդիրները քննարկենք, մենք որևէ խնդիր չենք տեսնում, այսինքն մենք ի սկզբանե հակված չենք ստեղծել սոցիալական լարվածություն։ Մեր հիմնական խնդիրը ընդհակառակը սոցիալական խնդիրները կանոնակարգելն են։ Արադավան պրակտիկա կա, բերում եք նախագիծ առաջին թերթում ասում եք սա քրիակ է գտնում եք, հետո կփոխեք։ Դե վատը ձեր գնահատականն է, իմ գնահատականը օրինակ դա չէ։ Իմ գնահատականը հետևյալն է, որ եթե մենք ունենք 3 մտահոգիչ հարց 1300 կարգավորումներից, դա դեռևս բավարար հիմք չի տալու ասելու, որ դա վատն է։ Այո, մտահոգությունը մենք էլ ենք կիսում, բայց հիմա պետք է մենք հասկանանք, թե ոնց ենք փարատում այդ մտահոգությունները եւ ոնց ենք վերաբաշխումներ կատարում։ Այսինքն թողել 1000 կարգավորումներից ենթադրենք, չգիտեմ, գերակշիռ մեծամասնությունը ստվերում կամ չբարձրացնել դրա մասին, բայց հնչեցնել 3 հիմնական մտահոգիչ կետեր, որի դեպ ես չեմ ասում, թե մտահոգիչ են, համենայն դեպս կարող են հիմքեր ունենալ մեր պատգամավորները, նշելով, որ դրանք մտահոգիչ կետեր են։ Կարծում եմ, այդ 3 առաջարկություններով ընդհանրապես պատկերացում կազմել եւ ասել, որ ոնց ասեցիք, տապանակար պետք է դրվի կամ չգիտեմ եւ այլն։ Պարոն Միրունյան, ասում եք սոցիալական պատակ չի, բայց երեք ազգային ամենից չբացառեցիք, որ այս ակցիզային հարկի բարձրացումը ինքը նաև որոշակի ապրանքների գների բարձրացման կբերի։ Ինքը արդեն սոցիալական։ Դա հիմա եթե առաջնորդվենք ձեր առաջարկած տնտեսաբանությամբ, ուրեմն աշխարհը պետք է ակցիզային հարկ չունենա, որովհետև գների բարձրացում կբերի։ Դրա համար ակցիզային հարկով հարկման ենթակ ապրանքները տարբերվում են մնացած ապրանքներից, այսինքն ոչ բոլոր ապրանքներն են, որ ակցիզային հարկով հարկվում են։ Այսինքն այստեղ շատ հստակ դրված է ապրանքները ակցիզային հարկով հարկելու կամ չհարկելու տնտեսաբանությունը։ Որ ապրանքներն են հարկվում առհասարակ ակցիզային հարկով։ Այն ապրանքները, որոնց օրիացում է խմիչք, ծխախոտի արտադրանք, վառելիքի առանձին տեսակներ, այսինքն եթե ես հիմա ձեզ ասեմ, որ օրինակ ալկոհոլային խմիչքների վրա ակցիզային հարկի բարձրացումը, մասնավորապես օղու վրա, չի բերելու գնաճ, կհավատաք, բնականաբար չեք հավատալու, չէ՞, որովհետև իրականում այո, ակցիզային հարկ անուղղակի հարկ է, այլ հավասար պայմաններում կբերի օղու գնի բարձրացման։ Ինչքան դա արդեն կհաշվեկշռվի շուկայական առաջարկով, պահանջարկով, անմիջականորեն հենց այդ չափով, թե ասենք դա կարող է տեղ ունենալ նաև, չգիտեմ, շահույթի մարժայի հաշվին եւ այլն, բազմաթիվ արգումենտներ կան այստեղ։ Օրենսգրքով, այո, մենք ունենք այնպիսի իրավիճակներ, երբ որ մենք խոսում ենք ոչ թե ուղղակի դրույքաչափի մասին, այլ խոսում ենք մենք հաշվարկման մեխանիզմների հաշվին, հա, որոնք ուղղակիորեն իջեցնում են հարկային բեռը։ Օրինակ, եթե մենք ասում ենք, որ շահութահատի դրույքաչափին ձեռք չենք տալի, շարունակում մնալ 20% դրույքաչափ, բայց մենք նեղացնում ենք հարկման բազան, այսինքն թույլ ենք տալիս, որ ավելի շատ ծախսեր կատարի եւ ճանաչվի հարկման նպատակով, որից հաշվարկվում այդ շահութահարկը, դա նշանակում է, որ այո, մենք դրույքաչափին ձեռք չտվեցինք, դրույքաչափը մնաց նույնը, բայց արդյունքում փոքրացավ այն բազան, որի նկատմամբ հաշվարկվելու է այդ դրույքաչափը։ Դա թեթևացում է, թե ոչ, իհարկե թեթևացում է։ Ընդունում ենք, չէ՞ որ թեթևացումը դա միայն դրույքաչափի փոփոխությունը չի կամ դրույքաչափի նվազեցումը չի։ Շատ նեղ մասնագիտական դաշտ է ուղղակի այստեղ, շատ խորը պետք է ուսումնասիրել, որպեսզի գնահատական տալ։ Բեռը ավելանում է, թե բեռը թեթևանում է, որովհետև նորից եմ ուզում շեշտեմ։ Բեռի ավելացումը դա զուտ դրույքաչափի փոփոխություն չի, ավելացումը կամ պակասեցումը։ Կան հաշվարկման եւ վճարման մեխանիզմներ, առանձնահատկություններ, որոնց մեջ հանգամանալից խորանալով հանդես նոր պետք է հասկանալ՝ ի վերջո բեռը ավելանում է, թե թեթևանում է։ Պատգամավորները ոչ արեցին վերցնել արգանայազգիրք ու գնաց տեղից։ Հաստորեն խայտարակ օրենսգիրքի կրվել։
Դա ձեր եզրահանգումն է, թե Ես հետևել դե իմ կարծիքն էլ նա է, որ այդ 3 մտահոգիչ հարցերը, որոնք կարող են կարգավորել, դեռևս բավարար չի նման քայլի գնալու համար, որովհետև օրենսգիրքը պարունակում է մի քանի անգամ ավելի շատ դրական կարգավորումներ, քան այն 3 հարցերն են, որոնք հնչեցվեցին, եւ այն դրականները, որոնք ոչ չհնչեցվեցին։